Տեսնենք իսկ ինչպիսի փոփոխություններ են սպասվում այդ եղջյուրներին։ Այդ եղջյուրները ամբողջ նոյեմբեր ամսին կլինեն բավականին խրված կարիերայի հետ կապված, որովհետև կարիերայի քարտը մինչև վերջ գնալով Եվ եթե ինչ-որ մեկը պրետենզիա ձեզ ներկայացնի, դուք կարող եք կտրել հարաբերություններ այդպիսի մարդկանց հետ։ Անձնականում սպասվում է ինչ-որ բանի ավարտ, հինի և նորի սկիզբ։ Հա, եթե եղել է недоразумение партнёрի հետ, անհասկանալ ինչ-որ բան է, ստեղ հնարավոր է նոր ստարտ լինի։ Շատերի մոտ անսպասելի ամուսնություն նաև կարող է լինել։ Գործնականում ձեզ սպասվում է ամեն մարդ իր հանդեպ խիղճ մաքուր պետք է լինի, որպեսզի իր աշխատանքի հետ կապված, հալալ քրտինքով աշխատի։ Մարդիկ, եթե չեք հասկանում, ամոթ չէ, աշխատանքի հետ կապված ինչ-որ մեկից խորհուրդներ հարցնել, ամոթ չէ, երբ ձեզ են մոտենում, աշխատանքի ժամանակ խորհուրդ հարցնում, աշխատեք մարդկանց ճիշտ ուղու վրա դնել և արևը այսպես է միշտ ինձ վրա է գալի եւ ճիշտ խորհուրդներ տալ, եթե իհարկե դա ոչ միայն բխում է ձեր շահերից, չկախվելով նյութականից, որովհետեւ ես տեսնում եմ ֆինանսային լավ երկար ժամանակներով ֆունդամենտ կարող են դնել այդ եղջյուրները, դա արարիչը կտա ձեզ այդ հնարավորությունները եւ կողքից չի բացառվում, այդ եղջյուրները ինչ որ լավ ֆունդամենտալ բան սովորեն որը ձեզ մեծ գումարներ կբերի ապահովելու ձեր ընտանիքը, ձեր երեխաներին երկար տարիներ։ Առողջականում ամեն ինչ ընտիր կլինի, տեսնում եք ինչ ուրախ եք, հələ մի բան էլ կարող է պրազնիկի հետ կապված լինի, ուտելիքի նաև մի փոքր զգուշ եղեք, չչարաշահեք խմիչքը այստեղ։ Ինչ վերաբերվում է իտոգում, ինչ կստանան այդ եղջյուրները, ձեր կոմֆորտ, ամեն ինչ պետք է լինի իր տեղում եւ հնարավոր է սահմաններ էլ դնեք, հա։ Եթե ինչ որտեղ պետք է նաև կարող եք ժոստկի լինել, խիստ։ Իտոգում, որտեղ դուք ձեր տեղում կլինեք։ Խորհուրդ ձեզ եղեք լավատես, տվեք ջերմություն եւ վերցրեք ջերմություն, սա վերաբերվում է նաև, երբ որ դու կարող ես տալ մարդկանց հետ շփումների ժամանակ սովորական թեկուզ ժպիտ, ով կարող է քեզ թեկուզ մի փոքր հարցում ուրախացնել, միշտ շփթա եղվիր լավատես եւ շփվիր լավատես մարդկանց հետ, այդ դեպքում արևը քեզ կժպտա։ Այսքանը սիրելի այդ եղջյուրներ, շնորհավորում եմ ձեզ։